Երևանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի գավաթնաժողովը, ելույթ են ունեցել Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը, Անտոնիո Կոշտան եւ ուրիշներ։ Հայաստանն ինքը կորոշի այսօր Երևանում հայտարարել է Եվրամիության արտգործնախարարը, պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների մասին հարցին։ Այս երկիրը 8 տարի առաջ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի Դաշնության դեֆակտո արբանյակ։ Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը եւ երկիրը շահեց դրա արդյունքում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր մայիսի 4-ը երկուշաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Երևանում են Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Լեհաստանի վարչապետերը, Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Առաջին անգամ այս ձևաչափով հավաքին որպես հյուր մասնակցում է Կանադայի վարչապետը։ Եվրամիության առանցքային երկրներից միայն Գերմանիայի կանցլերը չի ժամանել գագաթնաժողովին, պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ Չնայած հրավերին Հայաստան չի եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Անկարան Եվրահավաքին գործուղել է փոխնախագահ Ջևդեթ Յիլմազին։ 2008-ին նախագահ Գյուլի այցից հետո Յիլմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը մեր երկիր է եկել ապագայի կառուցում, միասնություն ու կայունություն Եվրոպայում խորագրի ներքո ընթացող գագաթնաժողովի համար։ Գագաթնաժողովը կենտրոնանում է 4 հիմնական ուղղությունների վրա՝ ժողովրդավարական դիմադրության ամրապնդում, կապակցվածության առաջխաղացում, տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդում, անվտանգության դինամիկայի եւ տարածաշրջանային մարտահրավերների քննարկում։ Գագաթնաժողովի բացման խոսքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս միջոցառումը կարող է պատմական դառնալ մի շարք առումներով, այդ թվում նաեւ միջազգային խաղաղության ու կայունության համար։ Այգելի ընկերներ, այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Արդեն 2 տարի է ինչ որը մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով, եւ սա ցանկանախադեպ տարիներ են մեր անկախությունից, անկախացումից ի վեր։ Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը, եւ սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով, բայց հույս ունենք, որ շնորհավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովն անցկացվի, միջելոց Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց տեխնացություններին, հյուրընկալելու այս գագաթնաժողովները։ Պատվարժան ինձ համար շատ բան է տեղի ունենում այս գագաթնաժողովների շրջանակում եւ տեղի ունենում նաեւ հիմա պատմության մեջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ռահիմով հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, մասնակցում է Երևանում այս գագաթնաժողովին եւ նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելում է Հայաստան։ Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցեգովինայի նախագահները, Եվրոպական խորհրդարանի նախագահ, Մեծալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտեյնի վարչապետները այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ։ Հայաստան պատճառն է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու, եթե չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որ եվրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է Հայաստանը։ Հարգելի ընկերներ, շնորհակալություն, որ համահեղինակեցիք այս պատմությունը Հայաստանի համար։ Իհարկե, այս գագաթնաժողովը կարևոր է միջազգային համատեքստի համար ևս, հատկապես հիմա, երբ աշխարհի առջև ահագնացող եւ բազմակի մարտահրավերներ են ծառայում Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք։ Ես հանդգնում եմ հուսալ, որ մեր քննարկումների եւ
Խոսակցությունների արդյունքում գագաթնաժողովը կարող է պատմական գագաթնաժողով դառնալ միջազգային խաղաղության եւ կայունության համար նույնպես։ Եվ ես մաղթում եմ հաջողություն եւ հետեւողականություն այս նպատակին հասնելու ճանապարհին։ Որը պատահից չէ, որ Երևանում լինի, բայց հույս ունենք կլինի մոտ ապագայում։ Տիկնայք եւ պարոնայք, մեծարգո հյուրեր, հարգելի ընկերներ, այժմ ես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հայտարարում եմ բացված եւ մեզ մաղթում արգասաբեր, բովանդակալից եւ ապագային միտված քննարկումներ, շնորհակալություն։ Փաշինյանը նշել է, թե հույս ունի 28 թվականին հնարավորություն կունենա այցելել Ադրբեջան, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կանցկացվի այդ երկրում։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահը առաջին անգամ մասնակցում է Հայաստանում անցկացվող միջոցառմանը, թեկուզ եւ հեռավար ձևաչափով։ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց տեխնացությունները Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները հյուրընկալելու համար։ Նա նաեւ նշել է, որ իր առաջին հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցել Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում։ Նրա խոսքով այսօր Թուրքիայի փոխնախագահը մասնակցում է Երևանում անցկացվող գագաթնաժողովին։ Փաշինյանը հավելել է, որ սա Թուրքիայից առաջին փոխնախագահն է, ով այցելում է Հայաստան։ Գագաթնաժողովին Բաքվից միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է. «Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք արդեն եւ սովորում ենք ապրել խաղաղության մեջ մեզ համար եւ մեր գործընկերների համար խաղաղությունը արդեն իրականություն է», հավելել է նա։ Անցած տարվա օգոստոսին Սպիտակ տանը Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիր, նախագահ Տրամպը դա նույնպես ստորագրեց որպես վկա։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին այս համաձայնագրի տեքստը եւ մեզ համար եւ վստահ եմ մեր հայ գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է։ Այդ փաստից հետո Ադրբեջանը միակողմանիորեն հանեց բոլոր տարանցման սահմանափակումները, որոնք դրված էին դեռ 90-ականների սկզբին, այդ պայից ի վեր մի քանի հազար տոննա բեռ հասել է Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը ել ավելի առաջ գնալով սկսել է մատակարարել մեր նավթամթերքը, մասնավորապես բենզինը եւ դիզելը, առաջին անգամ դեպի Հայաստան։ Համապատասխանաբար ստեղծելով հենք մեր առևտրային հարաբերությունների համար։ Մի քանի հազար տոննա նավթամթերք արդեն արտահանվել է դեպի Հայաստան։ Եվս մեկ ձեռքբերում խաղաղության այս օրակարգի ներքո դա փոխկապակցվածությունն է, Տրամպի ճանապարհը բարգավաճման եւ խաղաղության անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան եւ դառնալու է Միջին Միջանցքի մի մաս։ Եվ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները։ Այս հնարավորությունից օգտվելով ես կցանկանայի երախտիկս հայտնել Եվրահանձնաժողովին վերջինիս դիրքորոշման համար Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի նկատմամբ։ Ցավոք սրտի ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցադրել նույն մոտեցումը։ Իլհամ Ալիևը իր ելույթում պնդել է, թե Եվրախորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը տարածելով զրպարտանք եւ սուտ։ Ըստ Ալիևի պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին բերել արդարության։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից 21 թվականից մինչեւ 26 թվականը Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ էր։ Ելույթն ավարտելով Ալիևը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ։ Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերի, որոնք փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին եւ իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծեց։ Մաղթում եմ հաջողություն գագաթնաժողովին, եզրափակել է Ադրբեջանի նախագահը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան իր ելույթում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Սոր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն իսկապես պատմական է։ Պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ, Հարավային Կովկասում, Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որտեղ Հայաստանը պատկանում է։ Հաշվի առնելով վերջինիս հինավուրց պատմությունը։ Սա պատմական է, քանզի
այսօրվա գաղտնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված համաձայնության շնորհիվ, համաձայնության, որը խաղաղության պատմություն է Եվրոպայի համար, Եվրոպայում, որը պետք է տոնվի մի աշխարհում, որտեղ պատերազմները կարծես թե գերակայում են։ Այս համաձայնագրի շնորհիվ է, որ բարելավվել են հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջև եւ այդ շնորհիվ է, որ այս տարածաշրջանն անցել է փոխակերպման ճանապարհին։ Փոխկապակցված ռազմավարական արդյունաբերական ոլորտները, շուկաները, տրանսպորտային միջանցքները, թվանշային ցանցերը եւ էներգետիկ փոխկապակցվածությունը այսօր ավելին են, քան պարզապես ապրանքները։ Նրանք վստահություն են ձևավորում, ստեղծում աշխատատեղեր եւ հարևաններին հնարավորություն տալիս կապվել պրակտիկ գործընկերական հարաբերությունների եւ համատեղ աճի ներքո։ Եվրամիությունը պատրաստ է վստահելի գործընկեր դառնալ եւ այս տեսլականը դարձնել իրողություն, ապահովելով այս պահի անդառնալիությունը խաղաղության եւ հնարավորությունների բարգավաճման կենսական նշանակություն ունի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը պայքարել արտաքին ազդեցությունների եւ ապատեղեկատվության դեմ։ Հայկական ժողովրդավարության ապագան ընկած է Հայաստանի քաղաքացիների ձեռքում միայն։ Կա երրորդ պատճառը, թե այսօրվա գաղտնաժողովը պատմական։ Առաջին անգամ է, որ մենք հրավիրել ենք ոչ եվրոպացի գործընկերոջ, Կանադայի վարչապետ Մարկ Կարնին, ով մասնակցում է գաղտնաժողովին եվրոպական քաղաքական համայնքի։ Բարեողջույններս, Մարկ։ Չափազանց ուշագրավ էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը։ Հարգելի առաջնորդներ, կարևոր է, որ այսօրվա լայնամասշտաբ ձևաչափը աշխատում է եւ շնորհակալ եմ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին հյուրընկալության եւ լավ կազմակերպման համար եւ իհարկե պետք է սրանից սկսեմ, որովհետեւ սա շատ կարևոր է։ Մենք մաղթում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը իհարկե կայուն կլինի, համապարփակ կլինի, տևական կլինի եւ կայուն խաղաղություն կլինի։ Մենք մաղթում ենք ձեզ պարոն վարչապետ նախագահ Ալիև եւ երկուսիդ էլ մաղթում ենք սա երկու պետություններին։ Չափազանց մեծ թվով երկրներ այսօր ներկայացված եւ շատ կարեւոր է, որ Հայաստանը այսօր հանդես է գալիս բոլոր եվրոպացիների հետ միասին եւ առաջին անգամ է, որ 24 տարվա ընթացքում միջայլոց, որ Ուկրաինայի նախագահը այց է կատարում եւ սա իսկապես նշանակալի փաստ է, սա ցույց է տալիս մեր միասնականության մասշտաբը, նրանց ովքեր արժևորում են կյանքը։ Եվ ես համաձայն եմ Անտոնիոյի հետ։ Իսկապես շատ համաձայն եմ, որ Մակարնի մեզ հետ է եւ ժամանակն է, որ մենք պետք է մեր ընդհանուր արժեքները Կանադայի հետ վերածենք Կանադայի եւ Եվրոպայի համար հնարավորությունների։ Հարգելի բարեկամներ, մարտահրավերները հստակ են եւ ակնհայտ է, մենք բոլորս տեսնում ենք, որ Իրանում պատերազմը շարունակում է դեռ չվճռված լինել եւ այն կարող է անկայունության պատճառ դառնալ տևականորեն եւ այն կարող է բարձրացնել կյանքի արժեքը բոլորի համար եւ առաջին հերթին մեր էներգետիկայի եւ անվտանգության համագործակցությունը պետք է իրական համագործակցության վրա հիմնված լինի եւ մենք պետք է կարողանանք օգնել միմյանց նախապատրաստվել ձմեռվանը եւ գործ ունենալ էներգետիկ մարտահրավերների հետ եւ բացի դրանից պիտի ձգտենք երկարաժամկետ լուծումների Հորմուզի եւ նաեւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շարունակում է նույնքան կատաղի լինել, որքան նախկինում։ Եվ այս ամառը լինելու է այն պահը, երբ Պուտինը պիտի որոշի, թե ինչ պիտի անի այնուհետ, այն պիտի ընդլայնի պատերազմը, թե պիտի անցում կատարի դիվանագիտության։ Եվ մենք պիտի մղենք նրան դեպի դիվանագիտություն։ Ռուսաստանը մայիսի 9-ին շքերթ է կազմակերպելու Մոսկվայում ռազմական տեխնիկայով եւ եթե դա տեղի ունենա, առաջին անգամ է լինելու սա բազմաթիվ տարիների ընթացքում, որ նրանք չեն կարողանալու թույլ տալ իրենց ռազմական տեխնիկա ցույց տալ եւ վաղ սփռող ԱԹՍ-ները բզալու են Կարմիր հրապարակի վրա եւ սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն եւ մենք պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ եւ 20-րդ փաթեթը պիտի
առաջ մղեք եւ շնորհակալ եմ բոլոր առաջնորդներին Եվրամիության Անտոնիո Ուրսուլա շատ շնորհակալություն եւ հատկապես այն պատժամիջոցները, որոնք միտված են ռուսական նավթին, ռազմարտունաբերությանը եւ ռուսական բանկերին։ Մենք պետք է շարունակենք այս ճնշումը, մենք պետք է մղենք Ռուսաստանին դեպի դիվանագիտություն։ Իդեպ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճապազրույցում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Հայաստանը ինքնուրույն կներկայացնի Եվրոպական միության անդամակցության վերաբերյալ իր որոշումը։ Հայաստանը կայացնում է իր սեփական որոշումները, մոտ 1 ամսից իհարկե ընտրություններ են անցկացվելու։ Եվրոպական հեռանկարը եւս բանակցությունների սեղանին է եւ Հայաստանը ինքնուրույն կկայացնի այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը, ասել է Կալասը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևոր հայտարարություններ է արել 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա եւ այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Հայաստան, իսկապես լավ ցուցանիշ է։ Այս երկիրը 8 տարի առաջ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ եւ Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը եւ այն որոշեց ապա ռիսկայնացնել երկիրը եւ շահեց դրա արդյունքում որոշեց, որ խաղաղությունը եւ Եվրոպան առաջնային ձգտում են, ասել է Մակրոնը։ Եվ այս պահին զրուցելու է միջազգային հարաբերությունների փորձագետ Գյորգի Թումասյանի հետ։ Պարոն Թումասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Նախ եւ առաջ պարոն Թումասյան, մինչ կանդրադառնանք գագաթնաժողովի ընթացքում հնչած կարևոր հայտարարություններին, նախ անդրադառնանք Մակրոնի դիտարկումներին, որ ըստ էության այս գագաթնաժողովը 8 տարի առաջ եւ դրանից առհասարակ տարիներ առաջ անհնար կլիներ Հայաստանում կյանքի կոչել, իրականացնել եւ որ միայն այս ամենը հնարավոր եղավ հեղափոխության շնորհիվ, ինչպես եք գնահատում, ըստ էության իր արբանյակ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությունը ուրեմն կտրվեց, հա, մոտավորապես այսպիսի ձևակերպումներ էր անում Մակրոնը, համեցեք։ Ֆրանսիան, որի ժողովրդավարությունը հիմնված է ֆրանսիական հեղափոխության արժեքների վրա, իհարկե շատ լավ հասկանում է ինչ մեծ նշանակություն ունի հայկական հեղափոխությունը, որը բերեց նրան հայ ժողովրդի ջանքերով եւ Նիկոլ Փաշինյանի կարևորագույն մասնակցությամբ եւ իր քաղաքական թիմի նրան, որ Հայաստանը, այո, Ռուսաստանի արբանյակից, գուբերնիայից փաստացի դարել է ինքնիշխան պետություն, որը այդքան բարձր մակարդակի է այսօր եւ այնպիսի վստահություն ունի եվրոպական պետությունների կողմից, որ ամբողջ Եվրոպայում կարևորագույն միջոցառումը գագաթնաժողովը տեղի է ունենում Հայաստանում։ Ֆրանսիան եվրոպական պետությունների ուրեմն Եվրոպական միության անդամ պետությունն է, որը միջուկային զենք ունի, Ֆրանսիայի դերը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում առանձնահատուկ է, ուստի երբ Ֆրանսիան այսպիսի գնահատական է տալի, զուգահեռ դրա շատ լավ հասկանալով, որ Հայաստանը փորձում է նաև Ռուսաստանի հետ իր հարաբերությունները բալանսավորել, ապա դա գնահատական է Հայաստանի Հանրապետության ճիշտ արտաքին քաղաքականության եւ ես կարծում եմ, որ սա եւս մեկ անգամ հաստատում է նաեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգում, որ մեր գնահատականները, որ Հայաստանի բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը արտաքին ճիշտ է եւ որ Եվրոպական միությունը ողջունում է այդ քաղաքականությունը, դա իրականություն է եւ նախագահ Մակրոնը դա հաստատեց։ Պարոն Թումասյան, անդրադառնանք նաև կարևոր ելույթներին, հայտարարություններին եւ մասնավորապես կենտրոնանանք Ալիևի հայտարարության վրա, իհարկե արդեն Ալիևի հայտարարությանն էլ արձագանք կա, ինչպես եք գնահատում, ըստ էության շնորհավորելով գագաթնաժողովը նա ուրեմն անդրադարձավ Հայաստան, Ադրբեջան այս խաղաղությանը, հաստատված խաղաղությանը Նիկոլ Փաշինյանն էր իր ելույթում հույս հայտնեց, որ 28-ին Ադրբեջանում կմասնակցի ուրեմն Ադրբեջանում անցկացվող այդ գագաթնաժողովին, ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում, սակայն գիտեք թե ինչպիսի քննադատություններ հնչեցրեց նույն Ալիևը ուրեմն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ընդհանրապես այդ 14 բանաձևերի վերաբերյալ, որոնցից մեկը բոլորովին վերջերս դարձյալ ընդունվեց եւ մեծ աղմուկ բարձրացավ Ադրբեջանում։ Առաջին պետք է ասել, որ Հայաստանի ուղղությամբ արված հայտարարությունները նախագահ Ալիևի դրական էին, ինքը ողջունեց այդ միջոցառումը, ընդհանուր առումով խոսեց Վաշինգտոնի համաձայնագրերի կարևորության մասին եւ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին,
Իհարկե ես դա գնահատում եմ դրական, որովհետև դա համահունչ է այն քաղաքականությանը, որը մենք ունենք արդեն օգոստոսի 8-ից հետո եւ որը նաեւ վերջերս շարունակում էր զարգանալ Շահին Մուստաֆայևի այցի ժամանակ խոսքին եւ միջև այդ Մեհեր Գրիգորյանի այցի։ Ակնհայտ է, որ արդեն այդ հայտարարությունները ուղղված եվրոպական կառույցներին դա Ադրբեջանի ներքաղաքական օրակարգն է, իրենց սեփական մոտեցումներն են։ Հայաստանը անմիջապես կապ չունի այդ գործընթացների հետ, բայց պետք է իհարկե նշել, որ այդտեղ կան հարցեր, որը հայ-ադրբեջանական հարցերին են նաև անդրադառնում։ Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը չնայած նրա, որ այս հարթակի մաս է, Ադրբեջանի կառուցվածքը պետության չափանիշներին եւ ուրեմն ժողովրդավարության եվրոպական արժեքների հանդեպ Ադրբեջանի եւ Հայաստանի մոտեցումները կտրուկ տարբեր են եւ ուստի չնայած նրա որ գագաթնաժողովը հիմա Հայաստանում է 2 տարի անց կլինի Ադրբեջանում, ակնհայտորեն պետք է ասել, որ նույն եվրոպական պետությունները տարբեր մոտեցում ունեն Հայաստանի հանդեպ եւ Ադրբեջանի հանդեպ, այդ թվում Վրաստանի հանդեպ էլ եւ բոլոր պետություններին վերաբերվում են այնպես, ինչքանով այդ պետությունը հարգում է միջազգային իրավունքը, ինչքանով հարգում է մարդասիրական այդ բոլոր նորմերը եւ այլն։ Ուստի իմ համար սպասելի էր Ադրբեջանի կողմից այս հնարավորությունը օգտագործելը, որ նորից այդ ամենաժողովրդավարության եւ միջազգային մարդասիրական իրավունքին աջակցող կառույցների վրա հարձակման համար, բայց ամենակարևորը նաեւ այն է, որ Հայաստանի հետ համատեքստում որևէ բացասական բան չի ասվել։ Իսկ այդ քննադատությունները Եվրախորհրդանի, Եվրոպայի խորհրդին, հայամետ բանաձևերի ընդունման հետ կապված որևէ ազդեցություն չեն կարող ունենալ նույն Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման վրա։ Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների վրա կունենան իհարկե ազդեցություն, բայց մյուս կողմից նույն Ադրբեջանն էլ շատ լավ հասկանում է, որ Եվրոպական միության հետ խզել հարաբերությունները շատ վնասակար կարող է լինել։ Հակառակը Ադրբեջանը ցանկանում է շատ խորացնել համագործակցությունը, հատկապես էներգետիկ ոլորտում, ներդրումային առումով Ադրբեջանը մեծ հետաքրքրվածություն եւ կախվածություն ունի եվրոպական ներդրումներից, ուստի այստեղ նաև արեք այսպես ասենք Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ել ավելի բարելավումը, որտեղ որ Ադրբեջանը իր անելիքը ունի, կբերի նրան, որ գուցե այսպիսի բանաձևների քանակը եւ բովանդակությունը Եվրոպայում փոխվի։ Հայաստանը չի կարող ուղիղ ազդել այդ բանաձևների վրա, բայց միևնույն ժամանակ իհարկե Երևանը իր ասելիքը ունի։ Այս պայմանությամբ Երևանը չի աջակցել այդ գործընթացին, որովհետեւ չի միացել դրան, բայց եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները ավելի բարելավեն եւ իրոք վստահության մակարդակը աճի, համոզված եմ, որ դա ինչ որ առումով կօգնի նաև Ադրբեջանի եւ Եվրոպական միության հարաբերությունների զարգացմանը։ Ուստի դա ինչ որ միտեղ նաև շահագրգռում է Ադրբեջանին, որ ել ավելի Հայաստանի հետ շարունակի հարաբերությունների կայուն զարգացումը։ Պարոն Թոմասյան, մենք ուրեմն երեքա Մակրոնի ուրեմն կարճ զրույցը տեսանք, որը պնդեց, որ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը անպայման փաստորեն կբարձրացնի հայ գերիների հարցը։ Գիտեք, սրանից առաջ էլ Ջեյ Դի Վենսն էր նույն հարցով ուրեմն դիմել Բաքվին։ Ինչ է կարծում, որքանով այս բարձրաձայնումները կարող են տալ դրական արդյունք, կարող ենք ակնկալել ձեր գնահատման առաջիկայում գերիների վերադարձ, թե ոչ։ Ես կարծում եմ, որ այո, կարող ենք ակնկալել, դա ամիսներ առաջ էլ է տեղի ունենել եւ շարունակաբար բնույթ ունի եւ համոզված եմ, որ առաջ կգնա այդ գործընթացը, պետք է ասել, որ այստեղ էլ մենք ընտրել ենք իմ պատկերացումով ճիշտ քաղաքական մոտեցում։ Հայաստանը նրա փոխարեն, որ այդ հարցը քաղաքական եւ աշխարհաքաղաքական միջազգային մակարդակով օգտագործի, դրա փոխարեն Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավում է, որը ի վերջո բերելու է դրական զարգացումին մեր գերիներին վերաբերող հարցերի շուրջ։ Մյուս կողմից արտաքին խաղացողները, կարևորագույն պետությունների ղեկավարները եւ առաջնորդները իրենց մոտեցումներն են ասում Ադրբեջանին։ Մենք չենք կարող այդ պետություններին հորդորել, որ իրենք այդ հայտարարությունները չանեն, ուղղակի մենք չենք միանում այդ օրակարգին, որովհետև հասկանում ենք, որ Հայաստանը եթե միանա այդ օրակարգին, ապա մենք կարող ենք վերադառնալ նորից հակամարտության, տրամաբանության, այսպիսի պատասխանի ձևաչափի մեջ եւ
ուստի Հայաստանը ուրիշ ճանապարհ է ընտրել, ես կարծում եմ դա էլ շատ ճիշտ է, այսինքն մենք տարածաշրջանում ենք, իսկ տարածաշրջանից դուրս երկրները կարող են էլ ավելի իրանց թույլ տալ հայտարարություններ անել, այն էլ գերտերությունները, ուստի ես համարում եմ, որ այստեղ նաև մենք ճիշտ բալանսավորում ենք այս իրավիճակը։ Եվ իհարկե շնորհակալ ենք բոլոր նրանց, ով դա անում է։ Պարոն Թոմասյան, մենք տեսնում ենք, որ Զելենսկու ուրեմն այցը եւ այս գագաթնաժողովին ներկա լինելը, ելույթ ունենալը ուրեմն աննկատ չի անցել Ռուսաստանի Դաշնությունում, արդեն Մարգարիտա Սիմոնյանն է իր ուրեմն այսպես ասած հեղինակավոր կարծիքը հայտնել, ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում նրա այցը եւ ուրեմն արձագանքը սպասելի էր ռուսական կողմից։ Ես կարծում եմ, որ ռուսական կողմը շատ լավ էլ հասկանում է, որ սա միջազգային գագաթնաժողով է, որտեղ որ Ուկրաինան մասնակից անդամ է, ինչպես Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը չէր կարող չհրավիրել բոլոր պետություններին այդ հարթակի, ուստի հրավիրելով Զելենսկին, այստեղ որևէ բան Ռուսաստանի դեմ ուղղված չէ իրականում։ Մյուս կողմից, որ մենք ունենք շատ կարևոր հայ-ուկրաինական հարաբերություններ, Ռուսաստանի պատճառով մենք չենք կարող մոռանալ կամ ուրանալ մեր դարերով հարաբերությունները ուկրաինական ժողովրդի հետ, ընդ որում հայ համայնքը Ուկրաինայում իր շատ կարևոր դեր ունի եւ կապում է մեր երկու բարեկամ ժողովուրդները։ Իսկ դա նաեւ առանձին պետք է նշել, ուկրաինացիք եւ հայերը բարեկամ ժողովուրդներ են, մենք իրար բարին ենք կամենում, այդ թվում Ուկրաինայի ժողովրդին խաղաղություն։ Եվ կարծում եմ այս օրերի ընթացքում էլ նաև եւս մեկ անգամ այդ ֆեյքերի, ռուսական ֆեյքերի նաև հերքեց անձամբ Վոլոդիմիր Զելենսկին, որը Ուկրաինայի ֆոսֆորին էր վերաբերվում եւ այլն, դա շատ կարեւոր է, որովհետեւ նորից դա վնաս էր հասցնում հայ-ուկրաինական հարաբերություններին։ Ռուսաստանը եթե դժգոհ է, թող սկսի նրանից, որ մի քանի շաբաթ առաջ, նույնիսկ մի քանի օր առաջ, Զելենսկին Բաքվում էր եւ կարեւորագույն փաստաթղթեր են ստորագրել ռազմական ոլորտում Ադրբեջանի հետ։ Ուստի եթե խնդիր ունեն, թող սկսեն դեռ դրանից, հետո գան Հայաստանին։ Ընդ որում ես ասեմ, որ Հայաստանը նաեւ պետք է Ուկրաինայի հետ համագործակցի, որովհետեւ չի կարելի թողնել, որ միայն Ադրբեջանը համագործակցի Ուկրաինայի հետ։ Ուստի դա կբերի նրան, որ հետո էլի դժգոհ կլինենք, բա ինչի է Ուկրաինան միայն Ադրբեջանի հետ համագործակցում։ Մենք էլ պետք է համագործակցենք, սա Ռուսաստանի դեմ ուղղված չի, մենք ինքնիշխան պետություն ենք, ուստի պետք է զարգացնենք մեր հարաբերությունները բոլոր պետությունների հետ։ Ուկրաինան ինքնիշխան պետություն է, ընդ որում Եվրոպայում ամենախոշոր պետությունը եւ գրեթե Ռուսաստանից բացի որևէ մեկը չկա, ով համարում է, որ ուկրաինական ազգը պետություն չպետք է ունենա։ Տեսեք, պարոն Թոմասյան, նաև այսօր լրագրողների հետ զրույցում Եվրամիության արտգործնախարարը նշել էր, որ Հայաստանը ինքը կորոշի, երբ անդամակցի Եվրամիությանը, նաև ուրեմն այստեղ ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի ուրեմն հայտարարությունները 23 թվականին նաև, որ Եվրամիություն Հայաստան երկկողմ հարաբերությունների հետ կապված նա ընդգծում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիության, այնքան որքան Եվրամիությունը դա հնարավոր ուրեմն կհամարի, ըստ էության Եվրամիությունն էլ ուրեմն գնդակը նետում է հայկական դաշտին, սպասել առաջիկայում առհասարակ։ Ես կարծում եմ, որ սա եւս մեկ անգամ հաստատում է այն մեր քննարկումները, որը ունեցել ենք այդ թվում ձեր եթերում էլ։ Եվրոպական միությունը հաստատում է, որ Հայաստանը պետք է այդ որոշումը կայացնի, բայց այս պայդրությամբ նույն Եվրոպական միությունը չի դրդում Հայաստանին ավելի ակտիվ քայլերին, որովհետև տարածաշրջանային իրողությունները պետք է հաշվի առնել, առաջի հերթին դա վերաբերվում է նրան, որ եվրոպական ինտեգրումը Վրաստանի կանգնեցված է, Վրաստանի գործող իշխանության եւ վարչապետ Կոբախիձեի որոշմամբ 2024 թվականի նոյեմբերի 28-ի, որը հիմա նաև Երևանում է եւ մասնակցում է այդ գագաթնաժողովին, ուստի վարչապետ Փաշինյանը իր այցի ժամանակ վերջերս Թբիլիսի, հետո էլ իր այցի ժամանակ Եվրոպական խորհրդարան Ստրասբուրգ հայտարարություններ արեց, որ Վրաստանն է կարևորագույն այդ կապող դերը ունեցող պետությունը Եվրոպական միության ինտեգրման ուղու վրա, ուստի հաշվի առնելով այդ իրողությունները, իհարկե Եվրոպական միությունը չի դրդում Հայաստանին
շատ շուտ անել քայլեր, հակառակը Հայաստանին պետք է ոչ թե ուրեմն այսպես հեղափոխական ձևով կտրուկ քայլեր դեպի Եվրոպական միություն միանգամից, այլ պետք է դանդաղ, բայց ակտիվ մոտենալ չափանիշներով Եվրոպական միությանը, երբ աշխարհակաղակական իրավիճակը հնարավորություն տա, որ ավելի լուրջ քայլեր արվեն, ընդ որում դա պետք է ներառի այդ թվում անդամակցության հայտը եւ այլն, դրա պահը գքա։ Եվ դա եւս մեկ անգամ հաստատում է, որ ներքաղաքական օրակարգում ինչ-ինչ հայտարարությունները տարբեր ուժերի կողմից կեղծիք են, որովհետև Եվրոպական միությունն էլ Հայաստանն էլ հասկանում են, որ այս պայծրությամբ իրավիճակը աշխարհակական չի համապատասխանում նրան, որ մենք այսօր հայտ ներկայացնենք Եվրոպական միության անդամակցության։ Դա նաև իհարկե Թուրքիայի հետ սահմանի բացման առումով շատ կարևոր է, որովհետև այս պայծրությամբ միայն Վրաստանով է փաստացի ֆիզիկապես կապը Եվրոպայի հետ, դա պետք է բալանսավորվի, դրան պետք է հասնենք եւ ուստի Եվրոպական միությունը Հայաստանին աջակցում է, բայց ասում է, որ Հայաստանը ինքը կորոշի, երբ որ պահին ինչ ծավալով մոտենալ Եվրոպական միությանը։ Մենք այս պայծրությամբ ավելի կարևոր հարցեր ունենք, դա չափանիշները մոտեցնելն է, դա պետական կառավարման համակարգի բարեփոխումներն են, դա իհարկե վիզայի ազատականացման գործընթացն է, դա առաջի փուլն է, հետո տնտեսության դիվերսիֆիկացումը սահմանների բացման շնորհիվ եւ ի վերջո իհարկե կհասնենք նաեւ անդամակցության հայտին։ Պարոն Թումասյան, եթե ամփոփենք ըստ էության այս գագաթնաժողովը, վաղը Երևանյան երկխոսությունը եւ այլն, ուրեմն ինչ ազդեցություն կունենան ձեր գնահատմամբ առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների վրա։ Ես կարծում եմ, որ մեր հանրությունը ունի հիանալի հնարավորություն, որ հիմա տեսնի ինչին ենք մենք հասել, ինչպես նախագահ Մակրոնն ասաց, 8 տարի ի վեր, ճիշտ է, շատ փորձություններով անցնելով, այդ թվում Ղարաբաղի հակամարտությունը, որը ուրեմն պետք է հասկանանք, որ նաև արտաքին ուժերը փորձել են ամեն ինչ անել, որ ազդել բացասական մեր ինքնիշխանության վրա, ուստի ժողովուրդը հիմա տեսնում է, որ խաղաղությունը, կայունությունը, ապա շրջափակումը եվրոպական ինտեգրումը, ինքնիշխանությունը, պետականությունը եւ բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը Եվրոպական միության հետ այսպես սերտ մոտենալը, ընդ որում մենք կարողանում ենք համ Եվրոպական միության հետ մոտենալ, համ Ամերիկայի իրար հետ չհակասելով, պահպանելով Ռուսաստանի հետ հարաբերությունները, Իրանի հետ հարաբերությունները, բոլոր ուրիշ պետությունների, դա եւս մեկ անգամ հաստատում է, որ հայ ժողովուրդը հստակ արդեն ունի, տեսնում է ինչ է ընտրում։ Ներքաղաքական իրավիճակն էլ իհարկե պարզ է, Հայաստանը շատ լուրջ առաջընթաց է արձանագրում, զինված ուժերում էլ տեսնում ենք իրավիճակը, ընդ որում կլինի նաև շքերթ ռազմական եւ կտեսնենք ֆրանսիական եւ հնդկական զենքը, այսինքն հայ ժողովուրդը տեսնում է արդեն արդյունքները եւ ես հուսով եմ, որ այս արդյունքների շնորհիվ իրական Հայաստանը եւ խաղաղությունը կհաղթի, այլ ոչ թե այն կեղծ նարատիվները, որոնք ի վերջո իրենց օրակարգը մեզ նորից գուբերնիայի կարգավիճակ վերադարձնելու մասին են։ Եռագլուխ այդ կուսակցությունը պատերազմի եւ գուբերնիայիզացման Հայաստանի փաստացի հիմա էլ այսօր գուցե տեսնեն իրանք, թե ինչքան ուժեղ է Հայաստանը, որը կարողանում է ինքնիշխան, որը կարողանում է մի քանի ամիս առաջ J.D. Vance-ին, Ամերիկայի փոխնախագահային հյուրընկալել, հիմա ամբողջ եվրոպական ուժերին հյուրընկալել եւ ուստի այդ իրանց թեզերը պարզվում է, որ կեղծ են։ Հայ ընտրողը հիանալի պատկերացում ունի, ինչ է սպասվում մեզ հաջորդ 5 տարվա ընթացքում, ել ավելի հզոր պետականություն եւ ինքնիշխանություն, եւ ես հուսով եմ եւ նույնիսկ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին ճիշտ ընտրություն կկատարի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցում էի միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։
Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։